Որոշել եք ընտրություններում եք ձայն տալու։ Իհարկե, ԿՊ Ինչու։ մեծ ձեռ է տալի։ Իրանց աշխատանքներից, հլնելով, քաղաքականությունից դուր է գալի, խաղաղություն են գնում։ Իսկ գոհ եք առողջապահական ապահովագրությունից։ Այո, գոհ ենք ու շատ։ Առաջի անգամ նման բան է ալնում։ Թոշակների բարձրացման մասին ինչ կասեք, բավարար է։ Դե բավարար չի, բայց երկրի վիճակն է ծանր է, չէ։ Այն երկիրը չէ, որ կարելի է 100,000-ով բարձրացնել, բայց էլի բան է, շնորհակալ ենք։ Բայց տեսեք ընդդիմությունը ասում է սա կաշառք է քաղաքացիներին։ Լավ էլի, դե ընդդիմությունը ինչ ասա կասի։ Դրա համար էլ ընդդիմությունը ու անպետք է ընդդիմությունը։ Ինչ կարծիք ունեք Քոչարյանի կամ Կարապետյանի մասին։ Շատ վատ։ Դե ինչ են արել միջև հիմա, որ հիմա էլ եկան հանգարց կարող է մի բան անեն։ Միջև անող էին, թող անեին։ Ասում են Ղարաբաղն են պահել։ Վայ, լավ էլի, Ղարաբաղ պահել են հենա տերում եք, ումը բռնել են, դե դատում են միլիոններ տակներից թափում։ Հետո, Ղարաբաղ են պահել, թե ժող հասարակ Ղարաբաղցուն արծրեք, պահել են, թե չեն պահել։ Թող ասենք թոշակներն մի 10,000 մեզանից ավել ստանային, հետի պահել է։ Ինչ Ղարաբաղը բլեֆ էր իրենց համար։ Իրանք վաղուց պայմանավորվել էին դա տալու։ Ուղղակի անց ստացվեց, որ ժամանակի առումով ոնց որ գցեցին Նիկոլի վրա։ Չէ, չեմ ասել, իմ գաղտնիքն է։ Իսկ հակված եք ընդդիմադիր ուժի։ Չէ, ես ընդդիմադիրների հետ գործ չունեմ, թաղեմ իրանց։ Սամվել Կարապետյանի մասին ինչ կարծիք ունեք, Տեր Ես Պետրոսյան։ իրան չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչեմ, որ այսքան տարի ինքը ոչ մի բարերարություն էլ չի արել, իզուր տեղը թող ելույթ չունենա, ուր էր այսքան տարի, ուր էր, հիմա նորի հայտ ա եկել, ոչ, Իսկ խաղաղության գործընթացին հավատում եք։ այո, տղա ջան, Գոհ եք վերջի փոփոխություններից թոշակների բարձր։ առողջապահության միայն համակարգը, այն որ ես օգտվում եմ հիմա, դա շատ մեծ նշանակություն ունի։ Կասեք ինչպես եք օգտվում մանրամասներ։ Ես նախ կարգ ունեմ, երկրորդն էլ աչքս վիրահատել եմ առանց մի կոպեկի։ Այդ քիչ է։ Օգտվում եմ նաև դեղորայքի արտոնությունից անվճար ստանում եմ 3 ամսվա համար։ Բայց տեսեք օրինակ ընդդիմադիր ուժերը ասում են դա ժամանակավոր ընտրությունների համար է արվում։ Սուտ է, իսկ իրանք ինչ էին անելու, 35 տարի ինչ են արել, լափել են այս երկիրը, լափել, դրա համար էլ այս մեր, այսքան գյոզալ Հայաստանը հայտնվել է այս վիճակում։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, ինքը վրիպում ունեցավ, երբ որ ժամանակին չլուծեց Ղարաբաղի հարցը, որը բերեց այսպիսի տրագիկ ավարտի։ Ինքը պիտի ժամանակին այդ հարցը լուծեր։ Այդտեղ ինքը շատ թերացավ։ Իսկ ձեզ գործող իշխանությունը նորից կվերընտրվի։ Կարծում եմ, որ այո։ Ինչ էլ բոլորում են ճիշտ են անում, գոհ են աղբեր ջան, իրան տարածից։ Դեղ են տալիս, բան են անում, հարցեր օգնություն են տալիս։ Դե ես թոշակառու մարդ եմ, ես ինստեն են ջրի եմ պարկում։ Բայց գոհ եմ աղբեր իրանց։ Թոշակների բարձրացումը։ Շատ լավ է աղբեր ջան, բայց դրանից լավ բան։ Մի հարց էլի, ընտրություններում կողմնորոշվել եք ու մեկ ձայն տալու։ Նիկոլին եմ ձեն տալու աղբերս, 1,000,000%։ Խաղաղության մասին ինչ կարծիք ունեք։ Նորմալ է, էլի, հա, նորմալ է։ Գոհ եք։ Գոհ ենք։ Թոշակների վերջի բարձրացումից գոհ եք։ Դե դες մարդ կլի որ դժգոհի գումարի բարձրացումից։ Կողմնորոշվել եք ընտրություններում մեկ ձայն տալու։ Իհարկե։ Չեմ կարա դա գախնիկ է։ Հա, աշխատող եմ, ես ունեմ ապահովագրական փաթեթ, օգտվում եմ, շատ գոհ եմ։ Իսկ ընտրություններում կողմնորոշվել եք արդեն ու մեկ ձայն տալու։ Միանշանակ Նիկոլ Փաշինյան։ Ինչու։ Ինչ բարեփոխումներ։ Որովհետև մնացած ոչ մեկ չկան համապատասխան, որ մեր երկիրը կտանի խաղաղության ու ամեն ինչ լավ կլինի։ Իսկ հավատում եք, որ խաղաղություն կլինի։ Իհարկե։ Հավատում եմ, այսպես ասած 90%-ը, դե չեն կարա ոչինչ հաստատ ասենք։
Իսկ ինչ կարծիք ունեք Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի։ Ցավը տանեմ։ Շատ վատ, ահավոր վատ։ Շապական ապահովագրությունից տեղյակ եք, ինչ կարծիք ունեք։ Լավ, Ինչ է տալիս դա ձեզ փորձել եք օգտվել։ դեռ ոչ, բայց ես գիտեմ դրա մասին։ Իսկ թոշակների բարձրացման մասին ինչ կասեք, բավարար է։ Բավարար է, բայց իհարկե բավարար է։ Հաշվի առնելով ուրեմն այն 6-7 տարի առաջվան ու հիմիկվանը տարբերություն կա։ Բայց տեսեք, օրինակ ընդդիմադիր շրջանակները ասում են դա կաշառք է քաղաքացիներին։ Այդ ընդդիմադիր մեղմ ասած ընկերները թող գնան մտածեն, թե այն ժամանակ, որ իրանք էին կառավարում, ինչ էին անում։ Դրա մասին թող մտածեն։ Իսկ կողմնորոշվել եք ու մեկ ձայն տալու։ Այո։ Չէ, չեմ ասի։ Այնուամենայնիվ իշխանության գործունեությունից գոհ եք, դժգոհ եք, խաղաղություն կլինի։ Միչակ։ Այնքան տեղ ունի հələ լավացնելու։ Ուզում եք իմանալ ում եմ ընտրելու, չեմ կարող ասել։ Իսկ իշխանության բարեփոխումներից գոհ եք, ընդհանուր առմամբ թոշակների բարձրացում։ Որոշ մասով այո, հիմնականում ոչ։ Փոքր մասով այո։ Դրական է։ Թոշակառուներ, ասենք, դեղերը ստանում են ջրի, հիվանդանոցներում, ասենք, բուժում են ստանում ջրի, շատ լավ է։ Իսկ թոշակների վերջի բարձրացումից գոհ եք, բավարար է։ Գոհ եմ։ Տեսեք, ընտրություններին ընդառաջ շատերը պնդում են, որ դա քաղաքացիային կաշառք է։ Ես կարծում եմ, որ կաշառք չի։ Իրանց խոստումներն են կատարում, խոստացել են, կատարում են մարդիկ։ Ինչ կաշառքի մասին է խոսքը։ Կաշառակերներն են ասում կաշառքա։ Իսկ կողմնորոշվել եք ու մեկ ձայն տալու։ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու, օրինակ խաղաղություն կլինի։ Արդեն կա։ 2 տարի է, կրակոտ չկա, զոհ չկա, բա ինչ է դա, խաղաղություն չի։ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի մասին ինչ կարծիք ունեք։ Ընդհանրապես կարծիք չունեմ իրանց մասին, իրանք ոնց որ ինձ համար գոյություն չունեն։